Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ հունիսի 27 Միայն թե հեռուտ չգնաք Ելից 8:28 Որքան խորամանկություն և նենգություն կա փարավոնի այս խոսքերում Եգիպտական գերության մեջ գտնվող և երկիրը լքել ցանկացող իսրայելացիներին փարավոնը պատրաստ էր բաց թողնել, բայց ոչ հեռու, ոչ այնքան, որ նրանք կարողանային խուսափել եգիպտացիների սարսափելի զենքից և հսկիչների զգոն հայացքից: Նման դիրք է զբաղեցնում աշխարհը քրիստոնյաների հանդեպ, որոնք չեն ընդունում իր հիմքերը: Նա կցանկանար մեզ տեսնել ավելի զիջող մեր համոզմունքներում ոչ այնքան հետևողական: Աշխարհի համար մեռած լինելն ու Քրիստոսի հետ թաղված լինելը մարմնավոր մտքին օտար հասկացություններ են: Եվ նա ծաղրում է դրանք: Այսպիսով աշխարհից ձատվելն ամենուր ընդունվում է քամահրանքով և արհամարհանքով: Աշխարհային իմաստությունը որպես այլընտրանք առաջարկում է փոխզիջման և ոսկե միջինի ճանապարհը: Այդ մոտեցմանը համապատասխան բարոյական մաքրությունը լիովին խրախուսվում է, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ հնարավոր չէ կատարյալ լինել ամեն հարցում: Ճշմարտությանը հետևել անշուշտ անհրաժեշտ է, բայց չի կարելի դաժանորեն քննադատել սխալների համար: Այո, ասում է աշխարհը, ունեցեք հոգևոր մտքեր, բայց մի զրկեք ձեզ անմեղ ուրախ զվարճություններից: Թեկուզ հազվադեպ, բայց հայտնվեք հասարակության մեջ, հատկապես Սուրբ Ծնունդին: Ինչ իմաստ կա համընդհանուր ընդունված չափանիշներին հակառակ գործելու մեջ: Իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ հետևում են այս խորամանկ խորհրդին, իրենց դատապարտելով հավիտյան կորստի: Անշեղորեն Քրիստոսին հետևելու համար անհրաժեշտ է թողնել Եգիպտոսի մարմնավոր վայելքները և հեռանալ օտարացման անապատ: Մենք պարտավոր ենք թողել աշխարհի բարոյախոսությունները, նրա զվարճությունները, նրա կրոնը և գնալ հեռու, այնտեղ որտեղ Տերը կանչում է հոգով սրբվածներին: Երբ քաղաքը պատված է կրակով, մեր կացարաններին սպառնում է փորձանքը: Երբ երկրում համարձակ ենք, մենք կրկին վտանգի մեջ ենք: Որքան հեռու թունավոր օդից, այնքան ավելի անվտանգ: Որքան հեռու աշխարհի ազդեցությունից, այնքան ավելի լավ: Թող ամեն ճշմարիտ քրիստոնյա լսի փողի ձայնը: Դուրս եկեք նրանց միջից և առանձնացեք: Բ Կորնթացիս 6:17